Տեսեք, Նորա ջան, եթե քաղաքագիտական ենք վերլուծում, ձեր բերած օրինակները Հունգարիա, Վրաստան եւ այլն, այդքան էլ ռելևանտ չեն Հայաստանի իրավիճակին։ Ինչու՞։ Հունգարիայի պարագայում մի գեոպոլիտիկ ուժ Եվրամիությունը պաշտպանում էր ընդդիմությանը, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը ակնհայտորեն իշխանություն էին, այսինքն երկու կողմն էլ գեոպոլիտիկ տանիքներ ունեին։ Վրաստանի պարագայում նույնպես տարբեր դիրքավորումներ կային գեոպոլիտիկ ուժերի միջև։ Հայաստանի պարագայում որքանով ես եմ տեսնում ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող նարատիվի ռուսական միջամտության, Կրեմլի եւ այլնի, ես չեմ տեսնում ընդդիմադիր որևէ ուժին իրական գեոպոլիտիկ աջակցություն։ Չեմ տեսնում։ Անկամ եթե դուք հիմա ինձ ասեք Ռուսաստանի նախագահի ակնարկները Նիկոլի հետ վերջի հանդիպումների ժամանակ ինչ, չէ, դա տեղեկատվական, քաղաքական, բայց հողի վրա որևէ աջակցություն չենթադրող եւ մինչեւ հիմա ես դա չեմ տեսնում։ Ու լավ է որ չեմ տեսնում, կներեք։ Այսինքն երբ որ երկիրը դարձնում ես ուրիշ գեոպոլիտիկ խաղացողների բախման թաթերաբեմ, դու ստանում ես պոլարիզացիա, անհանդուրժողականություն, բևեռացում, ուրիշի շահերի համար մարտադաշտ դառնալու հեռանկար։ Հայաստանի ընդդիմությունը միացյալ առանձին կապ չունի, այսօր էլ չունի, ես տեսնում եմ դա, որ չունի գեոպոլիտիկ հովանավոր։ Նիկոլը ունի ստրատեգիական գեոպոլիտիկ հովանավորներ, տակտիկական գեոպոլիտիկ հովանավորներ, Թուրքիա եւ այլն, այդ ամբողջ չկա։ Երբ որ դուք ասում եք արևմուտքը մտածում է որ Նիկոլը լավ ղեկավար է, ես դες ուղիղ ասեմ, արևմուտքում ոչ ոք այդպես չի մտածում, որ Նիկոլը լավ ղեկավար է։ Իրանք կներեք ապուշ չեն։ Իրանք տեսնում են երկիրը ինչ վիճակի մեջ է այս տարիների ընթացքում, ինչա կատարվել այս երկրի հետ, իրանք շատ լավ գիտեն, որ Նիկոլը լավ ղեկավար չի։ Իրանք իրանց երկրներում այտենց ղեկավարի սկի ժեկի պետք չէին թողի աշխատի։ Ես դες հավաստիացնում եմ ու կհանային ժողովրդավարական մեխանիզմներով։ Նիկոլը լավ ղեկավար չի արևմուտքի համար։ Նիկոլը ձեռնտու ղեկավար է արևմուտքի համար։ Դրանք շատ տարբեր բաներ են։ Եվ այս ամբողջ քաղաքական պայքարի նաև այս իմաստով, այս առիթով իմաստը նաև այն է, որ մենք եւ ինքներս նախ հասկանանք, որ մեր երկիրը մերն է, որ հայ ժողովուրդ դուք ասում եք գեոպոլիտիկ հովանավորչություն, ես չգիտեմ որևէ դեպք, երբ որ որևէ երկրում ժողովուրդը որոշել է ճակատագրի տերը դառնալ ու չի ստացվել։ Եվ սա է մեր հիմնական ուղերձը։ Եվ մենք շատ ազատ ենք դրա մասին խոսում, որովհետև այո, այս ընտրություններին ուղղակիորեն չմասնակցելը տալիս է հանրապետականին էլ ավելի մեծ ազատություն եւ ճկունություն խոսելու, բարձրաձայնելու, որևէ մեկին չհաճոյանալու, ոչ ներքին, այսպես շրջանակներին ընտրողների եւ այլն, ոչ էլ դրսին ինչ-որ մեկին դուր գալու համար։ Մենք չունենք այդ քաղաքական ընթացիկ շահից ելնելով բաները, սահմանափակումները կամ շարժառիթները։ Մեր շարժառիթը մի հատ է։ Մեր երկիր արժանի է ավելի լավ իշխանություններին եւ ավելի լավ ապագային։ Այդ իշխանության տերը պետք է լինի այ ժողովուրդը։ Նիկոլ Փաշինյանի խնջույքը պետք է հարամել, շատ պարզ է։ Պրիտոմ հարամել հենց եվրոպական արժեքները օգտագործելով, եվրոպական բառապաշարը օգտագործելով, եվրոպական մեթոդաբանությունը օգտագործելով, թույլ չտալով, որ որևէ մեկի մտքով անցնի, որ սա հակաեվրոպական առաջարկ է, բացարձակ։ Նորից կրկնեմ, pro-freedom, pro-justice, pro-rule of law։ Այն ամեն ինչ ինչ որ սամոսաբույ պետք է լիներ, եթե Հայաստանը լիներ եվրոպական ուղու վրա իհարկե։